Գուզեմ մեկ համար գարտալ ձեր հետ։ Մի խնդրեմ երկրորդ Կորինթացիս համար գլուխ 13 համար 5։ Երկրորդ Կորինթացիս գլուխ 13 համար 5։ Այսօրվա մեր խոսակցությունը պիտի լինի խոսակցություն, ես կուզեմ լսել ձեզ այս կարևոր թեմայի շուրջ։ Գիտեք որ պաշտամունքի երբ կհավաքվենք, սիրելի քույր եղբայրներ, նպատակը քարոզ լսել չէ։ Նպատակը փառաբանության երգերը մասնակցելը չէ։ Նպատակը իրար տեսնել չէ։ Նպատակը այս ամենով կյանքերնից փոխվելն է։ Փառաբանության պետք ունենք, իրար պետք ունենք, քարոզ պետք ունենք, աղոթք պետք ունենք, բայց փոխվելու նպատակով։ Ամեն։ Եվ մի բան ես գիտեմ, երբ որ մեկը գուզե փոխվել, пассив նստելով չի փոխվի երբեք։ Եթե ցեզի կարևոր նյութ մսեմ, ձեր կյանքի հետ կապված, լավ լսեցեք, ինչ անես որ լավ փող շահիս, օրինակ։ Եվ երբ այս նյութը գտամ բերանով քեզի, եւ սկսեմ մի քիչ հետո հաջորդ նախատասությունս, այսպես թեթև խոսել, ականջդ պիտի պատանց պիտես ինչ, չհասկացա ասա։ Քանի որ քեզ համար շատ կարևոր էր։ Երկրորդ Կորինթացիս 13:5։ Նայեցեք ինչ կսե խոսքը։ Փորձեցեք ձեր անձերը։ Դե հավատքի մեջն եք կամ չէ։ Քննեցեք ձեր անձերը։ Չեք գիտես կամ արդյոք գիտեք, որ Քրիստոս ձեր մեջն է։ Քննեցեք ձեր անձերը։ Կգրտնեմ։ Ամեն մեկս։ Թե արդյոք հավատքի մեջ եմ կամ չէ։ Երկուքնալ կարելի է։ Բայց քննե որ դու գիտնաս։ Քննե քո անձերը, քո անձը տեսնելով արդյոք Հիսուս քո մեջն է կամ չէ։ Շարունակեմ բացատրությունով քննե քո անձը արդյոք Հիսուս գերևնա քո մեջ կամ չէ։ Ուրեմն դու պիտի քննես, ես իմ համար Պողոս կսե փորձեցեք, փորձելը սել է դու քեզ փորձի առաջ դիր։ Որ գա կամ չգա, փորձի առաջ դիր։ Գիտեք սիրելիներ ջան, միջև այնադեմ որ մի բան որ օրինակ մեկը մի բադ կսարքի, օրինակի համար կսեմ, բադը սարքերեն վեճ մի հատ այսպես գզարնի որ այդ բադը նորմալ իր տեղն է, շնվեր է կամ չէ շնված։ Բադը գա, բայց արդյոք ինք երթալուց հետո այդ բադը պիտի փլի կամ պիտի մնա։ Donc միշտ փորձել մը գա։ Ամեն ինչ որ գտնեն, քույրիկները որ գերագուր գեփեն, մեկը տկալով բերանը գտնեն որ աղմաղ ինչպես է վիճակը։ Հյուրերուն դալեն առաջ։ Գամուրջները նույնպես, վրայեն կանցնին որ արդյոք ծանրությունը գբահի կամ չէ։ Մի խոսքով Պողոս գսեմ էզի փորձեցեք դուք ձեզ, ուրեմն դարբեր փորձերով, որ արդյոք մեջն ես հավատքի կամ մեջը չես։ Եվ գրնամ ասել ձեզ, որ գրնանք զարմանալ մենք մեր վրա։ Երբ որ հիմա պիտի ասեմ, երբ որ սուբկիրքի չափանիշներով կփորձենք, լավ լսեք։ Գամուրջի օրինակ համար, երբ որ գամուրջը գսե որ 25 տոն գրնա կամիոն անցնիր վրա են, չէ՞։ Ինչպես պետք է մենք գիտնանք որ 25-ը գանցնի կամ չանցնիր, երբ որ 25-ը գանցնենք։ Բայց եթե դու 25-ը չանցնես եւ 15-ը անցնես, դու քեզ գխապես որ 25-ի գամուրջ է։ Բայց դու շատ լավ գիտես որ 15 անցուցիր, 25 չանցուցիր։ Ուրեմն շնարարության հիմքը գտնալու համար շնարարիչին կամ աջարդարաբիդին դված չափանիշով մենք պետք է քննենք մենք մեզ։ Հասկացա՞ք, չէ՞։ Ուրեմն քույր եղբայրներ, մենք մեզ քննելու չափանիշը սուբկիրքի չափանիշը պետք է լա, որպեսզի ես գիտնամ որ հավատքի մեջ եմ կամ չէ։ Ուրեմն գրնալալ, եթե ես եւ ասենք թե բախտադեմ համեմատեմ սատիգին, գսեմ սատիգը ինձ զորավոր հավատացել է։ Ես իր նման չեմ։ Եվ համեմատեցի ես իրեն։ Բայց չափանիշը սատիկն է թե Հիսուսն է։ Շատերը երբեմն գսեն ես սրանից լավ եմ։ Ես ավելի գաղութ եմ, ես ավելի են այդ բանի Փարիսեցի արագը։ Ես սրանից լավ եմ, ես սրանից լավ եմ։ Okay։ Շատ լավ, բայց այդ չափանիշը ով գտա քեզ։ Դու ո՞րն չափանիշով ես։
Ուրեմն փորձեցեք, տեսեք, իմ չափանիշով պիտի փորձենք։ Քանի որ ես իմ չափանիշով կգարձեմ, որ լավ մարդ եմ։ Եվ երբեմն մարդիկ երբ որ իրար հետ խնդիր ունին, միշտ կհամեմատեն ասելով ես քեզ մելավ եմ, ես քեզ մելավ եմ, դու ասրի, դու ասրի, Հիսուս կսե անոր մեղ չկործեց առաջին քարը թող գցի, չէ՞։ Հիսուսի չափանիշը տեսագոր էր։ Բայց այդտեղ մարդիկ բոլորը գցում էին, գնեդեին քարերնին, պիտի կարգոծեին, իրենց չափանիշով, իրենք լավն էին եւ այդ մարդը, այդ գինը, այդ մեղավոր գինը շատ վատ էր։ Իրենց չափանիշով։ Ուրեմն մենք չափանիշներ կրնանք ունենալ հայկական չափանիշներ, քրիստոնեական չափանիշներ, ավետարանական չափանիշներ, կաթողիկ չափանիշներ, արաքելական չափանիշներ, եսդիական չափանիշներ, ամերիկյան չափանիշներ, այն մեկը չափանիշ կրնան ունենալ։ Բայց որ չափանիշով ես հոգևոր իմ փորձս փորձեմ, իմ հավատքս կփորձեմ։ Հասկացաք միտքը թեման ժողովուրդ ջան, կարևոր է։ Փորձեցեք, Բողոս կսե, ծեր անձերը, որ արդյոք հավատքի մեջ եք։ Խոսքը հավատացյալներուն է։ Ուրեմն, Բողոս անշուշտ Կորինթացին մեծ պրոբլեմներ ուներ, ինչպես մեր եկեղեցին։ Բողոս կսեր հետևյալը, հավատացյալներուն։ Ուրեմն, սիրելի հավատացյալներ, դուք կգարձեք, որ հավատքի մեջ եք, մի հատ փորձեցեք տեսեք։ Ամեն։ Գիտեք Հիսուս ինչու եկավ այս աշխարհ։ Գիտենք բոլորս բայց լավ գլագրնենք։ Հիսուս եկավ այս աշխարհ մերավ քեզի եւ ինձ համար։ Հարություն արավ քեզի եւ ինձ համար։ Գիտեք ինչու, որ ինք բնակի մեր մեջ։ Ինք իր անձը զոհեց, որ ինք բնակի մարդու մեջ։ Անչափ մեզ կսիրե, որ գուզե մեր մեջ բնակի։ Անչափ գուզե մեր կողքի լինել, որ գուզե մեր հետ ըլլալ։ Իր նպատակը մեր մեջ բնակելն է։ Մենք հավատացյալներս մորցել ենք շատ անգամ։ Անոնոր Բողոս կսե, նայիր, Հիսուս քո մեջն է։ Արդյոք Հիսուս կբնակի քո մեջ։ Մեկ հատ նայիր, մեկ հատ տես, փորձ մեր էթուն քեզի։ Հալելույա։ Գիտեք օտանավը երբ որ շնեցին, սկսեցին առաջին 100-ով դարերու մասին է խոսքը։ Երբ որ շնեցին, գիտեք ինչպես սկսավ օտանավի միտքը մարդկանց մեջ, որ մի անձնավորություն ինքը իր վրա թևեր շնեց։ Եվ վազեց թևերով որ պիտի թրի։ Գիտեք քանի հազար մարդ մեռած է այդ ցևով։ Մինչև հասկանան որ օտանավ այդպես չլար։ Փորձը Ջաճողեցան։ Ինքան մերան շատերը։ Թևերը գոդրվավ։ Դասը փորձ պիտենես որ իմանաս որ գա մի բան ոչ թե չի գա մի բան։ Իսկ մենք հավատացյալներս եկեղեցի հավատացյալներուս մասին այդպես կապրինք որ գարձեք թե ամեն ինչ կա մեր մեջ։ Այդպես կապրինք որ գարձես հավատքի մարդ ենք։ Անորամար գսեմ այսօրվա խոսքը փորձեցեք։ Երանի որ հավատքի մարդ լինես։ Երանի որ Հիսուս աբրիկո մեջ բայց պետք փորձի։ Հիմա որ չափանիշով պիտի փորձենք։ Այս թեմայով խոսենք քիչ իրար հետ։ Ինչ կսեք։ Հալելույա։ Հա, կարևոր է։ Իմ համար շատ կարևոր է։ Քանի որ ես գրնամ ասել, ես հովիվ եմ 30 տարվա հավատացյալ SM-ն եմ, գրնամ ես ինձ համար լավ չափանիշներ տալ։ Դա մարդիկ ալ գրնասեն ինչ լավ հովիվ ես դու, ինչ լավ դղա ես դու, ինչ լավ։ Շատ մարդիկ գրնան վերեսվար լվալ, մաքրել։ Ինձ բանան են։ Բայց իրենց չափանիշով չէ որ ես պիտի գիտեմ գամը չի գամը։ Ես իմ մեջս գիտեմ գամը չի գամը։ Հիմա մեր հատ օրինակ տամ օտանավի օրինակը նորից։ Գիտեք օտանավ բանը օտաչուն պիլոտ օտաչուն երբ որ օտանավ գկշեմ մեկ տեղեն միշտեղ գտանի կարևոր ամենի կարևոր 5 բաներ կա որ ուշադրություն գտեն որ չլատ է օտանավը ինա 5 կարևոր բաներ եւ անդադար եթե ժամպրտությունը 1 ժամ գտեվե կամ 10 ժամ գտեվե անդադար այդ օտաչուն այդ անդադար քշած ժամանակ այդ 5 բաներուն գնայի հիմա մնացած լիքը ուրիշ բաներ արկա գերագուր գուդեն լույսը գվարեն շոֆաժը գմարեն օտանավին թուրերը գպանան գկոցեն անոնց կնեն այս բաները կա բայց անոնք այնքան կարևոր չէ բայց այդ 5 բանը միանշանակ կարևորություն ունի եւ անդադար այդ 5 բանին նայելով եթե մեկը քնանա մյուսը գնայի
Okay, ինչու, քանի որ գուզեն իրեն ճամփորդությունը հասցնել ավարտին առանց առանց մարդկանց սպանելու, հալելույա։ Donc Երևակայ որ դու օտանավ գնստիս, անոնք որ վերջերս օտանավ նստան, օտանավ գնստիս, Երևակայ որ մտած ժամանակը օտաչին գնայիս որ խմերը եւ լավ կինով ցած եւ այսպես բաներ գնե։ Ով գա ծեր մեջ որ այդ օտաչին գսե ապրիս եւ գերտա դեղը հանգիստ կնստի։ Դեսկսի մտահոգվի։ Օտանավը գեղեցիկ է, աթորները գեղեցիկ են, օթեսները լավ սիրուն հագած են, բայց օտաչուն պրոբլեմ։ Հիմա գրնալա լավ օտանավի մեջ ես, գրնալա լավ դեղ գուզես երտալ, լավ ալ նստեր ես, գերագուրդալ արել ես, ամեն ինչ լավ է, first class նստեր ես, շատ լավ, բայց օտաչուն պրոբլեմ ունի։ Donc կարևորը խնդիր է, մնացածը գեղեցիկ է ամեն ինչ, բայց այդտեղ ամենակարևորը այսպես հավատացյալներ ենք։ Կարևորները մեկ կողմ մորցած գնային թե first class նստերեն կամ երկրորդ class ուտելիքնից լավ է կամ լավ չէ օտանավը գեղեցիկ է կամ գեղեցիկ չէ գսկսին գեղեցկության մասին մտածել առանց ինքզինք ասելու որ այս օտանավը գրնա ինալ 2 ժամ հետո քանի որ ամենին կարևորը չկա կամ ուշադրություն չկա ամեն կարևորին օտաչուն հիկ բանի մասին կմտածի արագ մսեմ հետո գխոսենք առաջինը օտաչուն երբ որ գքշե օտանավը բարձրության մասի գնայի միշտ գնայի կորցիկին վրա թե բարձրությունը օտանավին ուր է անտատար գշտկե անտատար բարձրությունը գշտկե երկրորդ բանը որ գնայի օտային պայմանները մեթեոն անտատար գնայի որ փոթորիկ գա կամ չգա ճամփու վրա ամբի մեջ օղաժ գայձակ գա կամ չգա ուրեմն անտատար այդ օթի պայմաններուն գեհեդեվի ասոն կարևոր բաներն են որ օտաչուն որը լայս բաները գնե երրորդ բանը անտատար գլսե թե ներսեն ուրեմն օտագաններեն իրեն ինչ ուղություններ գդրվի միշտ օտանավը բանը ռադիոն բաց է ռադիոյեն գուկա իրեն ուղություններ իջիր 500 ել այստեղ հիմա ցախ դարձիր խնդիր գա պիտի ցած եթե չի լսե պրոբլեմ է donc երրորդ բանը որ գնայի միշտ կլսի ուրեմն անտատար այդ ճամփորդության ընթացքին այս բաները լսելով գշտկե իր ճամփորդությունը կփոխե երբեմն ասանք երբեմն անանք նայած ինչ է վիճակը ամեն ճամփորդությունը մյուսեն դարբեր է չորրորդ բանը որ գնայի իր օտանավի այս բոլոր կորձիկներուն անտատար գնայի որ արդյոք մեկը խնդիր ունի արդյոք լույս կվարի դեղմը ալարմ գզարնվի դեղմը անտատար 5 ժամ գճամփորտես կամ 20 ժամ գճամփորտե աչքը վրան է օտաչուներուն հուսանք օտաչու մեկը լա մեզի ավելի մանրամասն պատմեն քանի եղավասի գա հա ուրեմն ուղղությունը մեթեոն կոնտրոլը ինստրումենտ բողը որ իր հետ գկալե եւ օտանավի ծանրությունը շատ կարեւոր է օտաչուին համար երբեմն օթի մեջ օտաչուն բենզին կբարբե նայած ինչ վիճակ է գանցնի, այսպես բաներ կա։ Հիմա ինչու ասկսեմ։ Ճամփորդության ընթացքին անտատար օտաչուն այս կորձով գսպավի։ Եվ գշտկե։ Մենք ամեն altitude բարձրությունը գիչն է, օպ, կփարսացնի։ Արջևը գայձակ կա, ճամփան մի քիչ կփոխե։ Խնդիր չի, կամած անտատար փոփոխության մեջ է, բայց իր նայվածքը այս 5 բաներով վրա է։ Հասկացաք միտքը։ Հիմա եկեք օտաչուին մասին մտածելով հիշենք, թե օտանավը մեր կյանքն է։ Օտաչուն ալթունես։ Քո կյանքդ լավ դեղ դանելու համար անտատար 5 կարևոր դեղեր պիտի նայես։ Եվ միշտ պիտի շտկես։ Միշտ պիտի շտկես, քանի որ այդ 5 բաներուն որ գնայիս փոփոխություններ ու գենթարգվի։ Կյանքը միշտ կփոխվի ժողովուրդ։ Այդպես ստանդարտ չի կալեր մեր կյանքը։ Օրը վեր, օրը վար, օրը այսպես, օրը այնպես, օրը մեկը բամասեց, ուրիշ բամը եղավ, հերացային եկավ, փոխվեցավ կյանքս, ինգան, ոդկս չարտվեց, միշտ կյանքը փոփոխական է։ Նույնիսկ մեր հոգևոր կյանքը, հավատքի կյանքը փոփոխական է։ Գրագով լեցուն ենք երբեմն հաջորդ օրը այդպես բաների մեջ ենք։ Ուրեմն բայց օտաչուն
Անդադար 5 կարևոր բաներով գտնայի, ինչպես Պողոս կսե մեզի։ Օթաչուներ ջան, փորձեցեք եւ քննեցեք ձեր օթանավի բոլոր 5 կարևոր տեղերը։ Որ ձեր ընթացքը ճամփորդություն շիրակ կայլ է։ Կարևոր 5 բաներ կան, որ հավատացյալը անդադար լավ լսե, անդադար ուշադրություն միտնե, թե ինք ուր է այդ վիճակի մեջ։ Եթե օթանավը գսե 10,000 մետրի վրա պիտի թրիս, օթաչուն գնայի, որ իր օթանավը 10 մետրի վրա է, թե 9 մետրի վրա է։ Եթե 9,000 մետրի վրա է, կբարձրացնե թեպի 10,000 մետր։ Եթե 11-ի վրա է, գիչեցնե թեպի 10,000։ Հասկացաք։ Ուրեմն միշտ օթաչուն գշտկե իր ընթացքը այդ կորձիկներուն նայելով։ Փորձեցեք ձեր հավատքը։ Փորձեցեք ձեր ընթացքը, հավատքի մեջ ես կամ չէ։ Okay, ինչի պիտի նայենք։ Հիմա մենք հավատացյալ։ Օտաչու ենք, բայց հոգևոր բաներուն։ Ինչի պիտի նայենք, որ գիտնամ ես հավատքի մեջ մարդ եմ։ Գնում գալիս եմ, շիտակ ճանապարհորդության վրա եմ, ոչ թե օթանավի մեջ նստել եմ, բայց չեմ թռնում։ Ոչ թե լավ օթանավ ունիմ, բայց օթի մեջ չեմ։ Եվ կամ օթի մեջ եմ, բայց օթանավից ինալու վրա է, ես ալ նստել եմ գերագուր եմ ուտում։ Երևակայի օթանավը ինալու վրա է, եւ այդտեղ մարդիկ կսեն մեզի մի հատ պեպսի մեկը բերես խմենք։ Միջատ օթանավը գինա։ Մարդուն հոգը չէ, մենք պեպսի մի խմենք։ Վճարել ենք, պեպսի խմենք։ Հա, դասկնակ այսպես վիճակներ հավատքի մեջ ենք երբեմն եւ մեր ընթացքին վտանգներ կան, բայց դու այդ վտանգներուն չես նայելու երկրորդական բաներուն գնայիս, որ կոմֆորտի մեջ ենք, լավ է օտանավը, մարկը լավ է, լույսերը լավ գվարվի, շոֆաժ գա օտանավի մեջ, վիճակնից լավ է եւ այլն։ Հոգեվոր կյանքի մեջ կարևոր 5 բաներ կա, որ եթե դու անոր լավ չնայես եւ չշտկես անդադար, լավ լսե, քո օտանավը վտանգի մեջ է։ Եվ օթանավը նույնիսկ գորուստի վրա է, ինալու մեջ։ 5 կարևոր բաներ, որ ես անդադար պետք է նայեմ իմ կյանքիս մեջ։ Փորձ ես արկիս, հավատքի մեջ ես։ Okay, փորձ եմ դեր, ինչն եմ, առաջին փորձը։ Գիտեք որն է առաջին փորձը հավատացել են, որ նա ինքը հավատքի մեջ է կամ չէ, Աստուծո հետ որ չափ ժամանակ կանցնես։ Եթե դու օտանավ գքշես եւ դու օրինակի համար բարձրության չես նայր, մեկ հատ շենք հիմա պիտի զարնվի։ Աստուծո հետ ժամանակ անցնելը առաջին կորձիկներեն մեկն է, որ պիտի նայես, որ քո հավատքը ուր է։ Վերես, վարես, կողմնես, շիդակ ես ուղղությամբ, շիդակ տեղ գերտած, ուղղությունը դու Ամերիկա պիտի ճամփորդես, բայց Իսպանիա գերտած տերևս խանգար վերես, չես գիտեր։ Աստծո հետ ժամանակ անցկացնելը մեզ առաջին փորձն է։ Ես որքան ժամանակ կանցնեմ Աստծո հետ։ Օտանավը շատ գեղեցիկ կրնալալ, բայց այդ Աստծո հետ ժամանակ չանցնես։ Ինչ ասեմ, ինալու վրա ես։ Մի հատ փորձե դու քեզ նայր, եկեք լուր մնանք, մեկ հատ բարձրից դու քեզ մտածե։ Դու քեզ մտածե, դու այս շաբաթ Աստծո հետ սուպկիր կարտալ, աղոթել, ցայնը լսել, ամեն ինչ լրացնել։ Չեմ ուզում խորքերը մտնել, շատ սերդողություն արած ենք այս թեմայով։ Անոր մեջը պիտի չմտնեմ, Աստծո հետ ժամանակ անցնել, որքան ես ժամանակ կուտամ իր ցայնը լսելու, իր երեսը փնտրելու, գանկնեցնելու ամեն ինչ, խոսքը սերդելու, խոսքի մեջ գնալու, հնազանդելու, Տիրոջ հետ անհատական ժամեր անցնելու, մտնել ներքին սենյակս եւ Տիրոջ կուրծքին վրա, լալ, աղոթել, ինչ որ պետք է, Աստծո հետ որքան ժամանակ անցուցիլ անշաբաթ։ Ժամանակ չունիս։ Քո օթոնավը ուր գուզես տանել։ Նյու Յորքի երկու շենքերի վրա։ Ուր գուզես տանել։ Եթե քո կորձիկները չեն աշխատում, դու այդ օթոնավին մեջ ինչ կնես։
Այդ քո հետևդ նստած ճամփորդող մարդկանց ուր պիտի տանես։ Քանի որ գիտեք մենք օտաչուն ենք, մեր հետ մարդիկ կան։ Բոլորիս իմ պատճառով շատ բաներ գլա վատ։ Կամ լավ։ Նայած ես ինչ օտաչու եմ։ Այս հովիվի կոր չի, այս բոլորիս կորն է։ Բայց եթե ես Աստծոյի ժամանակ չեմ անցկացնել, ինչ ես ուզում։ Շատ կներեք բարձ բան է, բայց կանտրադառնամ որ այս բարձ բանի մեջ հավատացյալները մեծ խնդրեմ ունեն։ Խնդիրներ կհանեն, վերջերս մեկում հետ կխոսիմ։ Խնդիր կբարձրացնե ուրիշի մասին։ Ինքը էսպես է, ինքը այնպես է, ինքը էսպես է, ինքը օքեյ։ Մի րոպե կարամ, մի րոպե այդ մարդու մասին չխոսանք, արի քո մասին խոսամ։ Իրավունք կդաս մի րոպեով միայն։ Հա, ասեց, այս շաբաթը դու դիրոջ հետ որքան ժամանակ անցուցեր։ Ես երկու ամիս է ոչ դիրոջը խոստեմ գարթում, ոչ ալ աղոթում եմ։ Էսի ուրեմն մյուսի մասին ինչ ես խոսում այ ախպեր։ Դու մյուսին խնդրեմի ինչ ունես նախ եթե դու արդեն անգումի մեջ ես։ Դու եթե ունիս քո աչքիդ մեջ քերանը մյուսին շուղի մասին արի մի խոսա։ Մտածենք մեր մասին, որ եթե ես Աստծո ժամանակ չեմ անցնել, իմ օտանավս ուր գերտա։ Հալելույա։ Հոգներ ենք ժողովուրդ։ Գուզենք ուրիշ բաներ շտկել, գուզենք մեր ապական շտկել, գուզենք մեր դուները շտկել, մեր զավակները օքեյ շատ լավ է գնում, բայց եթե օտանավը գեղեցիկ է, բայց օտաչուն իր դեղում չի, այդ օտանավը պիտի քան տլա մի քանի ժամ հետո։ Սիրուն օտանավ, դեսել ենք օտանավ, ես air-crash նայում եմ բանի մեջ։ Տելևիզորի մեջ air-crash տելով մի հատ էմիսիոն կա, որ ինչպես օտանավները ինգած են, ինչ եղած են պատճառները։ Ինչ եղած են պատճառները, որ օտանավերը ինգած են, լիքը մարդ մահացել է։ Գնեմ, գեհդեվիմ, քանի որ գետակրկրվին, որ ինչ եղած է արդյոք, եւ ինչ անքետներ գնեն եւ այլն, երբեմն բզդիկ բանի համար։ Սիրուն օտանավներ, երբ որ գելեն գտնեն, սիրուն, քեղեցիկ, տրել են, գսես, վայ, ես ինչ լավ օտանավ է, մեկ ժամ հետո ադի քանտվավ, գրագի մեջ, վարկի մեջ, ամեն ինչ այրված է, ոչ մեկ քեղեցկություն չկա, ինչու այդտեղ օտաչուն մի խնդիր արեց։ Մեկ անուշադրություն։ Ուրեմն առաջին բանը մի հատ դու քեզ նայր, եթե Աստծո ժամանակ չես անցնել, իսկապես մեծ սրտով գսեմ քեզ, դու հաջողություն չես ունենալու Աստծո մեջ։ Աստծո մեջ հաջողություն չես ունենալու։ Ցանկդ դառնալ իբր թե հաջողելի, բայց Աստծո ցերկը չի լինելու այդտեղ։ Որոշ է։ Հիսուս իրանցը դվավ իմ համար, որ ես իրեն միան չկործածեմ, այլ ինք ապրի իմ մեջ։ Հասկացաք բարբերությունը, չկործածեմ Հիսուսի, դեր օրտնե, դեր օգնի, դեր թուղթերը սլա, դեր կորձը սլա, թուղթ դուփած, գներեք, Աստված մեր ծմեր բաբին չի։ Աստված գուզե իմ մեջ ապրի։ Թուրը գսե գզարնեմ, անոր գուզե ներս կմտնեմ։ Հիսուս գուզե իմ մեջս ապրի։ Ես իր հետ որքան ժամանակ անցնեմ։ Ուրեմն առաջին քննությունը փորձեցեք ձեր անձերը։ Առաջին քննությունը, հա։ Անցար ոչ թե տասարան անցնում ենք, կամ ինչ ենք գրում, գրտնում ենք, չէ՞ տասը։ Կգրտնենք, անցար այս առաջին տասը ոչ թե գրտնեցիր։ Մնացիր դեղը։ Եթե աս առաջինին չանցար մնացած կյանքի իմաստը ինչ է։ Ես իմ համար գսեմ։ Եթե ես Աստծո հետ քիչ առաջ ասավ քույրիկներ եմ մեկը փարապալճի ընթացքին, որ եթե Աստծո հետ ես իր սուրբ երեսը չեմ տեսներ, մնացած կյանքիս իմաստը, հոգևոր կյանքիս իմաստը։ Այսքան մարդիկ սիրելիներ, առանց Աստծո լավալ ապրում են իրենց կարծիքով։ Բայց կներեք, ես իմ կյանքիս նպատակը Հիսուսով ապրելն է։ Ով ինչս է թողոս է։ Բայց Հիսուսով ապրելու համար պայման կա։ Իր հետ մտերիմ ժամանակ։ Ուրեմն քո խոսածդ, քարոզդ, եկեղեցի գալդ, նույնիսկ ավետարանչությունները, այս բոլորը իմաստ չունի, եթե դու Աստծո հետ նախ քո օտանավի մասին չես մտածում։ Ամեն։ Եվ որ Աստծո հետ ինքը խոսի, ինքը հանդիմանե, ինքը շտկե, կանտրատանամ սխալականեմ, եւ որ Աստծո ժամանակ անցնեմ ես հնասանդություն կսորվիմ, եւ որ Աստծո ժամանակ անցկացնեմ, գիտեմ թե
կյանքի նպատակը այնքանալ հաջողություն ունենալ չէ, անոնք որ ամուսնացած չեն նպատակը ամուսնանալ չէ, անոնք որ երեխա չունեն նպատակը երեխա ունենալ չէ, անոնք որ թորնիկ չունեն նպատակը թորնիկ ունենալ չէ, անոնք որ ինչ գիտեմ այս նպատակը այն չէ։ Անոնք վերստին ծնունդը շատ կարևոր է, բոլորը չեն գնալ վերստին ծնվել։ Ես այդ եզրակացության կհասնեմ, որ բոլորը Աստծո մարդ չեն գնալ։ Բոլոր եկեղեցի եկող Աստծո մարդ չի գնալ։ Վերևից պետք է դրված լա։ Վերևից դրվողին երևնա։ Պետք չի ցևերանել երևնա։ Այս առաջին փորձն է։ Փորձեցեք։ Տիրոջ հետ ժամանակ անցնեք կամ չէ։ Երկրորդ բանը, որ իմ համար եւ Տիրոջ խոսքի մեջ երկրորդ կարևորությունը ես փորձենք տեսնենք, դուք ցես փորձեցեք տեսեք ձեր ընտանիքներուն մեջ ինչպես եք։ Ծնողներու հետ, զավակներու հետ, գին ամուսիններու հետ, եղբայր քույրերու հետ, կուզեններու հետ, ձեր ընտանիքի մեջ։ Ինչպես է։ Այդտեղ շատ բան գերևնա։ Երկրորդ փորձը արդյոք ես տան մեջ իբր հայր, իբր ամուսին, արդյոք իմ տան մեջ ես Տիրոջ խոսքին համաձայն եմ կամ չէ։ Այն երիտասարդներ, որ նոր են ամուսնացել, դեր օրդի քիչ եմ բանգասեմ, անոնք որ նոր են ամուսնանալ կամ պիտի ամուսնանան, քո գնոջդ հետ ոնց ես խոսում։ Քո ծնողքիդ հետ։ Քո ծնողքը որքան տեղ ունի քո զույգի մեջ։ Ունի կամ չունի։ Ոնց ես վարվում դու հավատացյալ մարդ քո տան մեջ։ Փորձը եւ դես։ Արդյոք դերահոն է քո մեջ այդ ռոբեներուն, որ վիճակը վիճակ չէ։ Ես իմ համար գրնալար շատ լավ հովիվը լամ, բայց իմ տանս մեջ, եթե ոյվե մեկ գրիվով եկած եմ բաշտամունքի, այդ օրվա իմ ծառայությունս իմաստ չունի։ Բացի եթե ապաշխարեմ եւ զղջամ եւ գնոջս ներողություն խնդրեմ մտնելուց առաջ։ Օրինակ, եթե ես իմ տանը մեջ իմ մորս հետ, իմ քույրիկներուս հետ, եթե ես իմ հարաբերությունս չլա ինչպես Աստուծո չափանիշը ինձ կսե, զավակները կսե ձեր ծնողներին, ծնողներ ձեր զավակներին, ամուսնացածներուն կսե ձեր հորերից հերացեք։ Ամուսնացած նոր կյանք պիտի սկսեք։ Իշխանության տակ մնաք, ոչ մեկի, մեկ կողմից Սուրբ Հոգին մեզ ցույց կտա ամուսնական, մեր ընտանեկան կյանքի կարևորություն։ Տղամարդկանց կսե սիրեցեք ձեր կիները, օրինակ։ Մեր հայ հավատացյալ, որ քարոզներ գնեն, իրենց դուներուն մեջ ինչեր կպատահ իրենց կիներուն ինչ կսեն արդյոք։ Գուզեմ որ ամեն մեկը փորձի։ Եվ եղբայրների հետ, քույրերի հետ։ Մեր եղբայր քույրերի, ընտանիքի եղբայր քույրերի հետ։ Ինչպես կվարվիս։ Մեկը գա եկեղեցին հերացավ, երիտասարդները գիտեն, եկեղեցին հերացավ, գիտեք ինչու։ Քանի որ իր հորը չի կարողացավ ասել, հայր, դու սխալական ես։ Հայր ասել չէ ին վրաց իշխանություն ունի, սխալին սխալ բիծես։ Գնոջդ սխալին սխալ բիծես, ամուսինին սխալին սխալը բիծես, եթե քո ասածը այս քո խոսքին համաձայն է։ Հասկանաք, մենք այդտեղ չենք, որ մենք թերի կթառնանք բոլորին։ Ինչպես քո չափանիշը մհատես քո ընտանիքիդ մեջ, սիրո մեջ, ոնց կհարքես, ինչպես կբարձրացնես, սխալինալ սխալ գսես։ Հալելույա։ Մեգումը գինը չկար եկեղեցի, ամբողջ ընտանիքը չկար եկեղեցի հետո։ Հա? Լսենք այդ պատմություններն ալքինենք։ Բա մի րոպե դու գինը դեք ես եկեղեցի դուրը։ Հիսուսը չէ եկեղեցի դուրը։ Օրինակ։ Այսպես շտակ բաներ կա պետք է մեկը գապնի եւ ասի իմ ընտանեկան քայլիս մեջ ես ոնց եմ գնում առաջ։ Չափանիշ է։ Բիդի նայես, բիդի կնես դոնքես։ Հալելույա, այդտեղ ապաշխարելիք ունենք։ Քանի որ այսօր լավ է գնալա վաղը վադլա, խնդիրը լա դերևս չես գիտեր, այսօր լավ է, ասել չէ որ վաղը լավ բիդելա, օթանավի պես քիչ մգելը պիտի իջնե, քիչ մգիչնե պիտի ամեն օր պիտի շտկենք։ Միշտ պիտի նայենք իմ այսօր լավ է վիճակս ընտանիքիս մեջ, նորմալ է ամեն ինչ վիճակս։ Հալելույա։ Չափանիշ է նայեցեք։
Երրորդ բանը։ Չափանիշը դու քեզ նայիր։ Քո տեղը Քրիստոսի մարմնի մեջ։ Ամենեն թեման է, որ միշտ կխոսենք այս թեմայով, քո տեղը Քրիստոսի մարմնի մեջ, եկեղեցի մեջ։ Քո նվիրումը, քո ակտիվությունը կամ ոչ, քո սերը կամ ոչ, քո ծառայության հոգին կամ ոչ, քո խոնարհությունը կամ ոչ, քո դատապարտությունը մարդկանց կամ ոչ, քո բարձրացնելը քո եղբայրներին կամ ոչ։ Դու քո փորձեցեք եւ տեսեք ձեր տեղը եկեղեցի մեջ։ Արդյոք հավատքի մարդ եք եկեղեցի մեջ։ Ինչ կսե մարդը մեկը քո եկեղեցի քո եղբայրներեն քեզ համար։ Շատ խոսող է, գրիվունող է, կամ ծառայող խոնար է։ Օրինակ։ Անկամ մեկը ասավ, ասինչ անցը ձեր եկեղեցին գուկա, ձեր եկեղեցի անդամ է, ասի չէ, գիրագյուրերը մեկ գուկա։ Նույն բանը չի, հա։ Բայց այդ մարդը կացեր այդտեղ ասել է, որ ես Սարգիս Հովիվի եկեղեցին գնում եմ։ Ես անդամ եմ։ Երկու անգամ է եկել։ Հասկանաք, ինչ կսեի հիմա, ես ասում եմ հովիվ եմ, բայց իմ հովիվը լալը դու պիտի ասես ինձ, հովիվ եմ, հովիվ չեմ, բարատ մարդ եմ թերևս ես։ Իմ ասելով չի, քույր եղբայրներուն ասելով է։ Ես կարամ ես ինձ արդարացնեմ, բայց վերջու ժողովուրդը։ Անշուշտ կան մարդիկ, որ միշտ կուզեն սխալը տեսնել, մարդկանց մասին չեմ խոսիր։ Կխոսիմ բան, օբյեկտիվ։ Եկեղեցի մարդիկ, իմ տեղս եկեղեցի մեջ լիքը բաներ կրնան գզել, ինչ համարներ եմ անել։ Հիմա մի չմտնենք սերդողության, բայց 5 շաբթի դերևս կխոսենք, ինչ համարներ, փորձե դու քեզ դեսնես եկեղեցի մեջ ուր ես։ Եվ որ եկեղեցին քեզ պետք ունի դու ուր ես։ Եվ որ Քրիստոս քեզ պիտի ուղարկի եկեղեցին բան անելու դու ուր ես։ Բացառաբանություն ունենք բոլորս, Սարգիսը լավ չէ, Հակոբը լավ չէ, Սիրարփին լավ չէ, միշտ բանը գտնենք որ գցենք ուրիշին վրա քիչ առաջ վասատից մեզ, բայց դու քո փորձը փորձեցեք ձեր անձերը թե արդյոք հավատքի մարդ եք եկեղեցին մեջ։ Ինչ աղավ։ Հալելույա։ Այս տասարանը անցանք, ոչ թե մնացինք նորեն։ Տեսակ ամեն տասարաններն գուզենք ասնել, բայց մնում ենք։ Բայց փորձ է, ինձ համար այս արիթ է, որ ես ինձ շտկեմ, քույրս։ Այսինքն դատապարտություն չէ, ինչի որ դուք վատ եք, ես լավ եմ, ես վատ եմ, դուք լավ եք։ Ինչի, այդ է որ նայեցեք ժողովուրդ չափանիշներ կան, որ պիտի քննենք մենք մեզ։ Քանի որ Աստծո առջև այս հիմքերը կան, որ Տերը մեզ հաշիվ պիտի պահանջի։ Հաշիվ պիտի պահանջի դու որքան իմ հետ ժամանակ անցկացրեցիր։ Դու որքան քո ընտանիքի մեջ, քո անձնական ընտանիքի մեջ սիրո օրինակ եղար։ Դու որքան իմ ընտանիքիս մեջ նվիրյալ մարդ եղար։ Այս երեք բաները դերը պիտի հարցնեք քեզ։ Եվ ես եւ ինձ, ես եւ մենք ներողություն պիտի նստենք եւ մենք մեզ քննենք, որ ասենք դեր գներես այս շաբաթ։ Ես այս հարցերին մեջ այնքան լավ չէի։ Ինչ եղավ, շտկեցինք։ Սխալը չէ պրոբլեմը։ Պրոբլեմը չընդունելն է։ Բոլորս այստեղ սխալական ենք շատ նպաներու մեջ, բայց ընդունենք։ Եվ ասենք որ դու այսպես կուզես գներես ես այդպես չկարողացա Սուրբ Հոգի այդտեղ արդեն աղոտ կգսկսի ասելով Սուրբ Հոգի խնդրեմ օգնի ես քո չափանիշով գուզեմ հավատքս տանիլ առաջ երրորդ բանը ասեմ դա չորրորդը աբրես չորրորդ բանը մեր չափանիշը պիտի տեսնենք մենք հավատքի մարդ ենք կամ չէ գիտեք ուր աշխարհի մեջ աշխարհի անհավատ մարդիկ ինչ կսեն քո համար աշխարհի մեջ ես ինչպես իմ արդարությունս իմ հարկանքս իմ սերս մարդկանց ովլա տողլա աշխարհի մեջ լույս եմ թե խավար աշխարհի մեջ աղեմ թե բիբեր անալ գծու աշխարհի մեջ մեկը քեզի չարով պատասխանի դու չարով կպատասխանես թե չարին բարիով կպատասխանես աշխարհին մեջը իմ հարաբերություններս մարդկանց հետ հարևաններուդ հետ բոլոր ձեր հարևանները ցեզ հարգում են կամ չէ ձեր կորձի մարդիկ աշխատավայրը ցեզ կհարգեն կամ չէ դա այսինքն չափանիշի դերը երբ որ դու քո աշխատավայրդ 24 ժամ գաբրիս 8 ժամ կաշխատիս 8 ժամվա մեջ եթե քո 4 կի մարդիկը քեզ համար վատ բան գսեն ամեն օր
Ասել որ բան մգա նորմալ չի։ Հա մի օր կփարգանաս։ Okay։ Գաբադային։ Փարգացա։ Բայց հաջորդ օրը այդ մարդուն ներողություն գսենք չէ, եթե հավատքի մեջ ենք։ Ուրեմն քո աշխատավայրդ աշխարհի մարդկանց անհավատներու հետ միասին ինչ պատասխան կուք այդտեղից։ Ասոնք փորձելու նշաններ են։ Եթե ես մեքենա կքշեմ եւ ամենուն հայոյելով կքշեմ։ Դա մեկը այդ վիճակի մեջ է, բարգացած կքշե։ Չէ, ինչ խելոք մարդիկ են։ Եթե ես ճամփան ամեն օր, ամեն մեքենա առնելուց, օրինակ, ամեն մեքենա առնելուց, ամեն օր, քշած ժամանակը սվան հայոյեմ, մյուսին բորամ, մյուսին ցերկնեմ, մյուսին ոտքնեմ, մի խոսքով մի օր հասկացանք բարգացել ենք, ամեն օր, չէ ամեն օր չի կրնարլալ, պիտի փոխվի։ Ուրեմն ես ինձ պիտի քննեմ, որ դեր Թուրսը եկեղեցին սիրուն երևում եմ հավատացյալ, բայց Թուրսը ոյ, այդ ինչ մարդ է, ցեզի մի հատ նկար պիտի ուղարկեմ, տեսա նկարը, բայց շիտակը քաշվեցա մի քիչ ուղարկելու եկեղեցին, լավ լսեցեք, մի հատ օծ, բանով, տեսեք, ասի չլա որ քույրիկների մեկը նեղանան այդ բանով, գիրագի օրը սիրուն տնում է, հալելույա, բայց երկու շաբթի նկարը այդպես կսե, որ այդպես է։ Դա հասկացաք ժողովուրդ, քիչ ցավալի է ժողովուրդ, բայց այդպես է ընկերներ կգտնես ոչ հավատացյալ, իրենց այդ սիգարետն ալ կձխես, իրենց այդ հայյանն ալ կխոսիս, իրենց այդ բանն ալ կխմես, ինչ որ կխմես, իրենց կատակներու մեջ ալ կխնդաս, իրենց կատակներն ալ գնես, բայց գիրագի օրը հալելույա ամեն գսես, եւ կամ գսես որ ես կուզեմ ապաշխարեմ, ժողովուրդ, այդտեղ նշաններից մեկն է որ դու խնդիր ունես այդտեղ։ Եթե ես իման երևակայեցեք, եկեք օրինակ ես առնեմ որ ավելի հեշտ է դա բոլորին։ Ինձ դեսեք որ ես գիրագի օրը լավ սիրուն կքանոզեմ, բայց օրը տեսնեք որ դեղ մկացեր եմ, նստեր եմ խմողներուն հետ կխմեմ, ձողողներուն հետ կծխեմ, իրենց հետ կատակ կնեմ վերևից, վարևից, կեղտոտ խոսքերից եւ այդտեղ դուք ինձ կտեսնեք։ Դեղ մգա գսես հովիվ։ Այս ինչ է հավքեզի։ Սա կոլպա։ Bien sûr, սա կոլպա։ Չեմ ասեր որ հովիվը սխալ չներ, գնե, բայց միշտ եւ այսպես սխալ չէ, չափազանցություն կա։ Donc աշխարհը պիտի ցույց տա, եթե ես իմ սրտիս մեջ ունեմ օրինակի համար քիշերները երթամ, ծխեմ, խմեմ, կինովնամ, օրինակ։ Մեկը չգիտնար, բայց ես կնեմ։ Դեղ մգա որ ես ինձ պիտեմ չի համընկնիր այդ սարքից չան։ Դուրսը դու նույնը չես ինչ որ ես։ Բան մգա որ պետք է շուտկես։ Գնահոտ է։ Գնա ձուկցրե դիրոջ արջև, գնա մի հատ սեդեր ները ինձ, ես նույն օգնի ինձ դեր, նույնը չեմ ինգնում եմ ինչ անեմ, բայց ես չեմ ընդունի այդ վիճակը, հասկացաք միտքը, ուրեմն չափանիշ է, մի անգամից Սուրբ Օքին ինձ կսե դեսար Սարգիս, նույնը չես, փոխի, չհամագեպվել, համապատասխան պետք է լինենք իմ խոսքին, ես ինձ, իմ խոսքին եւ իմ Թուրսի կորձին, ներսը չեմ գրնար սխալներն էլ շատ շուտ կպրնեք ինձ, բայց Թուրսը մարդիկ չեն գիներ ես ով եմ, շատ լավալ գնեն ամեն ինչ, մեկնա չգիտար ես ով եմ։ Թուրսը իմ ապրելակերպս լավ լսեցեք, պիտի ցույց տա իմ հավատքը զուր է, Թուրսը մարդկանց։ Հալելույա, ամեն։ Չապա, ասոնք նշաններ են, գիտեք գնանք անանել դուք այս 5 կետերը քրել թուղթի վրա եւ ամեն իրիկուն այս 5 կետի վրա correct թիմացը ինչ պատահեցավ, ինչպես էր։ Կոնտրանտի դու քեզի հաշվեդու լինես դու քեզի, քանի որ ըստե բողոս կսե փորձեցեք ծեր անձերը, չզեր կացեք հովիվ ինսեք։ Ես պետք չունիմ ալ իմանալու։ Բայց դուք ծեր անձերը ես իմ անձս։ Ուզեք խոսենք, ուզեք աղոթեք, բայկարին իրար հետ, heç խնդիր չկա, ուզենք իրար բարձրացնենք, ամեն այդ երկուներու ժողովը որ գսեմ, երկու աղոթ կրեք իրար հետ, այս նպատակը ունի, որ դու ուզես եղբայրս աղոթե այսօր կացի շուգա, այդ մարդուն ձեծեցի այախպեր, հարգացուց ինձի ես ալ ձեծեցի, օրինակ, այդ օրը եղբայրդ որ հետ կաղոթե, իրեն ասա եղբայր արի ակնենք, դեր դիրոջ արդև ես ամոթ եմ սկում, հասկացաք, իրար հսկել գսե սուպկիրկը հսկեցեք իրար վրա, հենց ես կետի վրա, օրինակ գսե եղբայր, երկու օր եղավ սուպկիր չեմ գարդում,
Մյուսը պիտի ասե նորմալ չի։ Աղոթի իմ համար խնդրեմ։ Նորմալ չի այս բանը։ Այդ երկուքի աղոթքները, որ մեզ ցեզ առաջարկեցի, որ շատերը մադի արանքով եք նայում, այդ երկուքի աղոթներու նպատակը այս։ Որ դուք այս չափանիշի մեջ թույլ տաս, որ եղբայրը քույրը օգնի եւ դու խոսաս։ Վերջին ասեմ, վերջին չափանիշը։ Այսօր մեջ շատերը գսեն, ես այստեղից խնդրեմ չունեմ։ Հա։ Վերջին ավետարանչությունն է։ Հիմա նարդեցեք, ավետարանչություն, որ գսեմ ինչ ասել է։ Արդյոք դու քո սրտիդ մեջ, լավ լսի։ Արդյոք սրտիդ մեջ անհավատին կորուստին համար լացուն ես։ Նշաններից մեկն է։ Չեմ ասել բոլորս այդպես ենք, բայց այդպես պիտի օգնի, որ զարմանալի է, այդ մարդը անհավատ էր, իրեն դու նկացի, եկա, հեչակ չի խոսեցա, սիրտը սակ չուսեց խոսել, օրինակ, դու քեզ ասել, ոնց կարելի է Սարգիս, ինչու դու այդ բանը չունեցար սիրտը, այդ մարդուն խոսելու, ուրեմն պրոբլեմ ունի Սարգիս։ Այդտեղից կերևնա, որ հավատքս պիլոտը պետք է շտկվի, օդաչուն իր դեղը պետք է գտնի, քանի որ սիրտ չունեի այդ մարդուն ավետարան քարոզելու, չուզեցի իրեն օգնել ավետարանով, չուզեցի իրեն ավետարանի խոսքերը քարոզել, չուզեցի, սիրտ չունեի, հոգներ եմ, չեմ ուզում, ժամանակ չունեմ, մեդիկա պիտեսի, որ քեզի դու քեզ պիտեսես, նորմալ չէ, նորմալ չէ, քույր եղբայրներ, իսկապես այս 5 կետերը, որ գսեմ, ես իմ համար է այս խոսքը, այս 5-ի մեջ ես պիտի տեսնեմ, ինչպես կշարժվեմ, այս 5-ի մեջ քայլեր կան իմ կյանքիս մեջ, հիմա չեմ ասել, որ կյանքիս մնացած տեղեր ամեն ինչ նորմալ է, ոչ, սխալ շատ բաներ ունիմ, բայց այս 5-ը լավ լսեցեք, շատ լավ լսեցեք, այս 5-ով պիտի մեծնաս, որ մնացած հարցերը լուծվի կյանքին մեջ, քո հարաբերությունը Աստծո հետ, քո ընտանիք եղբայր քույրերուդ հետ, քո ընտանիքիդ մեջ, քուզան կուզին եւ այլն, քո եկեղեցիդ մեջ, քո աշխատավայրդ, դուրսի կյանքը, հարևան, մարևան, դուրսի մարդիկ, եւ քո ավետարանչության հոգին։ Եթե այս 5-ի մեջ խնդրեմ ունես, դու իսկապես արդեն անգումի մեջ ես։ Հիմա թերևս շատեր կան մեր մեջ, որ այս 5-ը մեկ կողմ դրած են եւ աշխատում են իրենց կորձով, իրենց ընտանիքով, իրենց ծրագիրներով։ Մի բան ասեմ, չնեղանաս, հա, մի չհաջողես։ Չես հաջողելու։ Քնա փորձիկեր, մի քանի տարի եւս։ Քնա մի քանի տարի եւս։ Այս 5-ը մեկ կողմ դրած դու ուզում ես Աստված քեզ օգնի, ուր է գրվել։ Մեծ համարդորի ցույց տուրի դե գնաս։ Եթե այս 5 կարևոր կետերուն համար Հիսուս մեռավ, այս 5-ը դու մեկ կողմ դրած, ասում կսեն անարքանք, այս 5-ը մեկ կողմ դրած, դու գնում ես ուրիշ հարցերով, արձագուտ, քորձ, ծրագիր, չգիտեմ էլ դուք դրեք ցուցակը։ Եվ գուզես որ Աստված իր ցերկը տնի, չէ, շատ կներեք, մի նեղանք ինձանից, ճշմարտություն այս է։ Այս 5-ին վրա անտատաբի աշխատիմ եւ կողքին, ծրագիր ալ պիտի ունենամ, այո։ Դուն պիտի սարքենք, այո։ Օթո առնենք, այո։ Խնդիր չկա։ Մեղք ունիմ, շտկվի, օքեյ։ Բայց այս 5-ի մեջ ես ամեն օր պիտի աշխատիմ։ Օթաչու ինպես ամեն օր աչքս 5-ի վրա պիտի լա։ Այսպես։ Ամեն օր այս 5-ի վրա ես ինձ պիտի քնեմ իրիգունները, գրեցեք 5 կետերը դրեք, կարաչարգեմ, գիտեմ շատերը գնեն, շատերը չգնեն, 5 կետերը դիրսելով այսօր այս 5-ին մեջ դեր ես փորձեցեք ձեր անձերը, որ աճոք հավատքի մեջ եք։ 139-րդ Սաղմոսը գսե դեր փորձե ինձ եւ տես։ Գուզեք դերը փորձից ես, այս է 5 կետերը։ Փորձեցեք։ Դուք ձեզ քննեցեք։ 5 կետերը դրեք, ձեր օրը 24 ժամ ապրեցաք, նայեցեք, որ այս 5-ին մեջ ուր ենք։ Եթե այս 5-ին մեջ հարաճ փոքր տերու, թեկուզ փոքր քայլերի դեր օրտնի, պրոբլեմ չկա։ Գնա առաջ։ Բայց այս 5-ին մեջ քայլեր է ամեն օր։ 5-ին մեջ փորձե դու քեզ տեսնել։
Մեկում հետ խոսեց առաջ շաբաթ Աստծո մասին, օրինակ։ Մեկումը Հիսուսը ներկայացուցիր, չէ։ Մարդիկ կան դարիներ Հիսուսի մասին մեկումը չեն խոսած։ Զարմանում ես։ Մի բան կա նորմալ չէ։ Դերևս ինքն դեղ չի։ Մեկ շաբաթվա մեջ Հիսուսին մի բան զգացիր։ Մեր ծառայողներուն ասեցի, շատերը խանգարվեցան։ Ասեցի շաբաթվա մեջ ինչ որ ստացակ դիրոջից արեք եկեք ասեք։ Խանգարվեցան։ Գիտեք ինչու։ Քանի որ դերևս շաբաթվա մեջ շատ բան չեն ստանում։ Եվ գամ չեն ուզում ասեն, դա ուրիշ հարց։ Եթե ամեն օր հարց դուր այսօր բանը ստացա դիրոջից։ Գիշերը եղած է քննելուց առաջ, երբ եմ գսեմ այսօր դերը բանը ասավ ինձ։ Եվ որ արդեն մտածեմ, ասել որ դեր չի ասած։ Քանի որ ասած է, չես մոռանար։ Հալելույա։ Գմտած բանը ասեց։ Չէ, ինչու։ Նա մտածեց ինչու։ Եղեր է այնց, ես իմ մասին կխոսեմ։ Ինչու չասեց։ Եվ որ ես ինձ գուտամ դերը ինչու չասեցիր։ Մեկը դալ հանցակը դիրոջ կգցենք, դերը գսե ստոպ, yavrum, ստոպ։ Դու ինչու չլսեցիր։ Մի հատ նայր, արդու արտնցար հոն գնացիր, այդ ըրիր, անոր հետ խոյցար, ինձի ժամանակ դվիր, որ խոսեմ, չդվիր։ Հետո գսես դերը ինձ բան չի ասում։ Շատեր կան գսեն, ես աղոտեցի, դերը չի խոսեցավ, չեմ հավատա, չգրնարըլալ այդ բանը, դու սխալ ես աղոտել, վստահ, քանի որ դիրոջ երեսը կպնդրե անպայման մեկը գնեսնե, անպայման, ով ինչ ասի թող ասի, սուպ գիրք ինձ հագարակ բան է սորվեցնում, անվոր դիրոջը երեսը պնդրե գնեսնե, դու դիրոջ երես դերևս չի պնդրեցին, դերևս ուզեցի պատասխան դիրոջից, բայց իր երեսը չպնդրեցին, ինչ պրոբլեմներ կան։ Donc ամեն օր ել գիշերը նստիր բարգելուցը դարաջ ասա որ այս 5 կետին մեջ ինչ եղավ ինձ եկեղեցիս մասին այս օր մտածեցի օրինակ կրոջը եղբորը մասին բոլորին չենք հասնի օքեյ բայց եկեղեցիս մասին հարցուցի արդյոք ամեն ինչ նորմալ է գրնամ մի օգնություն ունել դեղ մը գրնամ եկեղեցի հարաճացման համար մի քայլ ըրի այսօր արդիկ կան տարիներ առանց եկեղեցի հանգիստ կապեն։ Okay, բայց դու ընտանիքիս մեջ այսօր գնոջս ասի գին ջան, քեզ սիրում եմ, ասեցի։ Ոչ թե սիր չունեի իրեն ասել երես տեսնել։ Ամուսինից նույնը, զավակից նույնը։ Մամայիս արդյոք զանգեցի մի հատեսի մամա ջան։ Սիրում եմ քեզ, անոնք որ մամանին ունին, անոնք որ ծեր ծնողներ ունիք։ Մեր քերիները, մեր թակավորները չեն մեր ծնողները, մենք մեր ծնողներուն ստրուգը չենք, բայց մենք բարդական ենք հարգելու եւ սիրելու։ Շատ բաներ կա, որ մենք ժողովուրդ պիտի ուշ ըլլալեն հետո։ Բեվի, մերնել են հետո, վերջան, ինչ օգուտ ունի ինձ։ Ցա սխալ է, մամաս ասանգ է, բաբաս ասանգ է, միշտ նալանանգ է, պրոբլեմ են, բայց ինչն եմ, ես հավատացյալ եմ, ես սներիք ուտիմ, դան մեջ, հալելույա, ամեն օր ես ինձ պիտի քննեմ, դերը ինձ ցույց է տալիս ժողովուրդ, որ փորձեցեք ձեր անձերը, այս ուղղություններով վրա, ինչպես օտաչուն, անդադար նստած տեղը, այսպես գնայի, գնայի միան, ես եղավ այս, շատ լավ չեր, բայց եղավ, ես չեղավ, դեր օգնի, որ վաղը, հասկացակ, այս է մեր հավատքի ընթացքը։ Այս կայնը, շատ բաներ գրնամ մսել, բայց այստեղ գանգնում եմ։ Հուսամ օգուտ եղավ մեր այսօրվա խոսակցությունը։ Ամենատեպս իմ համար որքան հավատքը տարիքը գանցնի, որքան սուպկիր կգարտանք, որքան 4 կողմից հիաստապվում ենք հավատացյալներից, այնքան ավելի անդրադառնամ, որ դերը մեզ մե լավ լսեցեք, շատ բարձ բան գուզե, շատ բարձ։ Սիրտ սրդի հետ, իր չափանիշներով, իր խոսքին համացայն եւ խոսքնալ այնքան անդաների չեն իրոջ։ Անդալ ասեմ, մարդիկ որ գսեն, ազո խոսքը դժվար է, գիտեք ինչու դժվար է։ Ինքը չի հնազանդում։
Եթե դու հնազանդ ես, հեչ դժվար չի Աստծո խոսքը։ Դիրոջդ քայլելը դժվար չի։ Գիտեք ինչու։ Քանի որ եթե դու հանձնվել ես իրեն, եթե դու սիրում ես իրեն, ով գա ծեր մեջ ծնողներից մեկը, որ իր զավակին համբուրելու դժվարում է։ Ով իր սիրածին համբուրելու կրկելու պիտի դժվարանա։ Չէ։ Երբեք մեկում չես գնա, ինչ գիտեմ, զավակիդ նա համբուրի։ Նորմալ բան է։ Բայց երբ որ զավակը չէ, սիրտ չունես։ Դիրոջ հետ քայլելը եթե սիրո հարաբերություն չկա, քանի որ ինքը մեռավ մեզ համար։ Այս գեդերը, այս 5 ուղղությունները ժողովուրդ, եկեք քոնե այսօր անգենցը լանք։ Եկեք քոնե այսօր ասենք դեր մենք խաղում ենք քո հետ։ Հավատացյալ կսեմ ես ինձ։ Բայց հավատացյալից ոչ մի խաբար չունեմ։ Հավատացյալը օտաչու է։ Կյանքը դանում է։ Հիսուս տվել է մեզի լավ օտանավ, սիրուն, գեղեցիկ, ամեն ինչով լեցուն, բնելիքներ ունենք, բայց անդադար մեր աչքը պիտի լահին կետերու վրա։ Եվ այդպես պիտի գնանք առաջ։ Սուրբ ոգին հետո պիտի օգնի։ Գործը չլար ուրիշ գործ կլա, դունը չլար ուրիշ դուն կլա։ Ինչ է խնդիրը։ Անիչա, ուսը թողալա, ինչ է պրոբլեմ։ Տերը գարաճնորդի։ Այսօր որոնք կսեի գարզեմ Սաշին ասեցի այսօր, ասի Սաշ ջան դու ո՞նց ես եկել այստեղ։ Մի հատ տայի։ Չի գալ, չեր գնալ գասկածեր, ինչպես ես, որ օրմը ես եկեղեցի մեջ պիտի հովիվ լինեմ։ Օրմը դու տեր պիտի նստես։ Օրմը դու Հիսուս պիտի ասես։ Ով կարա մեր մեջ այդ բանը մտածեր։ Այդ Աստծո գործն է։ Միան մենք լան մեր տեղը։ Աստված հրաշալի Աստված է։ Հրաշներ գնե։ Ամեն ինչ, բայց իր բարքի համար մաշկ։ Ոչ թե մեզ ուրախացնելու միայն։ Ամեն։ Հալելույա։ Թող մենք քեզ կպատվենք Տեր, հալելույա։